Միասին կուզենամ կարդանք ծննդոց առաջին գլուխը։ Ծննդոց առաջին գլուխ։ Այսօր շատ եկեղեցիներում կարդում են Գործք առաքելոց երկրորդ գլուխը։ Բայց իրականում ամեն բան չսկսվեց Գործք առաքելոց երկրորդ գլխից, ամեն բան սկսվեց ծննդոցից։ Հենց ծննդոց գիրքը, որ նշանակում է եբրայերեն սկիզբ, բերեշիթ, սկիզբ, ամեն բան սկսվեց այստեղից։ Եվ կարդում եմ ձեզ համար առաջին գլխի առաջին հատվածից, ասում է սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, մեր Աստված ստեղծագործ Աստված է, ամեն, նա գեղեցիկ է անում ամեն ինչ, նա կատարյալ է ստեղծում ամեն ինչ, մենք էլ նրա ստեղծագործությունն ենք, մենք էլ կարող ենք ասել Աստված ստեղծեց ինձ, ես նրա արարչագործությունն եմ և նա իմ արարածն է և իմ արարիչն է և իմ հայրն է, սկզբում Աստված ստեղծեց, բայց հետո մի բան տեղի ունեցավ, մի բան, որ հայերեն թարգմանությունը մեզ շատ չի հայտնում, բայց եթե մենք եբրայերեն նայենք, կտեսնենք, որ մի ողբերգություն տեղի ունեցավ, համաշխարհային տիեզերական մի կատաստրոֆա տեղի ունեցավ, և երկրորդ համարը եբրայերենում ասում է և երկիրը անձև ու դատարկ դարձավ։ Եվ շատ աստվածաբաններ ասում են, որ հենց ապստամբությունը Արուսյակի այդ հրեշտակապետի հենց այստեղ է տեղի ունեցել, մեծ ապստամբությունը, գուցեև այդ մեծ պայթյունը, որ շատ գիտնականներ ասում են, բայց սխալ են մեկնաբանում իհարկե, այդ մեծ բախումը այստեղ տեղի ունեցավ և մի բան անձև դարձավ, որտեղ մեր Աստված ոչ մի բան անձև ու դատարկ չի ստեղծում, չէ, նրա ստեղծագործությունը լիարժեք է և ամբողջական է, բայց կարծես մի քաոս ենք տեսնում, մի պատերազմ ենք տեսնում այստեղ, անձևություն, դատարկություն, խորը անդունդ, խավար ենք տեսնում այստեղ, և շարունակությունն ասում է, երկիրն անձև ու դատարկ էր և անդունդի վրա խավար կար, զարմանալի մի տեսարան, սարսափազդու մի տեսարան, բայց ճիշտ այդ պահին իմ մոտ այստեղ վերջակետ դրված չի, ստորակետ է դրված և է գրված, այսինքն շարունակվեց պատմությունը և թատերաբեմ է գալիս, եթե այսպես կարող ենք նայել, առաջին գիծ է գալիս Աստծո հոգին և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա, Աստծո հոգին եկավ ջրերի վրա, Աստծո հոգին սկսեց շարժվել, այսօր և սենց այդ մասն եմ խոսելու, ինչ է տեղի ունենում, երբ Աստծո հոգին շարժվում է մեր կյանքի մեջ, մեր անդունդների վրա, մեր քաոսային իրավիճակների վրա, որքան տիպիկ նկարագիր է, երկիրն անձև ու դատարկ էր, Երբ որ այսօր նայենք մեր երկրին, կտեսնենք այդ անձևությունը և դատարկությունը, եթե այսօր նայենք այս աշխարհին, կտեսնենք անձևությունը և դատարկությունը, ամենտեղ քաոս, ամենտեղ անկառավարելի վիճակ, ոչ մի բարի լուր չկա, ամենտեղ քարուքանդ եղած ավերակներ, արյունահոսություն, պատերազմ, ցեղասպանություն և կործանարար իրավիճակ, Երկիրը, մեր երկիրը հիմա անձև է, դատարկ է հոգևորապես, անդունդ կա, ինչ է անդունդը, դա խորը փոս է, չէ, անհատակ մի վիճակ է, դա միայն ձոր չի, անդունդ է, որի վերջը չի երևում և շատերս նայում ենք, ասում ենք, այս պատերազմների վերջը չի երևում, այս իրավիճակի վերջը չի երևում, անդունդ է և անդունդն էլ խավար կա այդ անդունդի վրա և այդ խավարը պարզապես երևույթ չի, այդ խավարը կարծես դիվային ներկայություն է, Եսայայի մեջ ասում է, ահա մառախուղը և խավարը ինչ է արել, պատել է երկիրը և պատել է ամբողջ ազգերին է պատել, ազգերը չեն տեսնում իրար, չեն նկատում իրար, եղբայրը եղբոր դեմ է դուրս եկել և դարձել է գործիք մարդկանց ձեռքերում և սատանայի ձեռքերում, անդունդի վրա խավար կար։ Սա աշխարհի և երկրի վիճակն է, բայց սա իրական է նաև մեր անձնական կյանքի մեջ շատերի, որ շատերն էլ երբ որ նայում են իրենց կյանքին կարող են տեսնել այս անձևությունը, դատարկությունը, անդունդը, խորությունը, խավարն իրենց կյանքի մեջ։ Եվ գուցե հարց տան,
Բա ինչ է լինելու ինձ հետ։ Ոչ մի բան իմ անդունդ, իմ հոգու դատարկությունը, իմ ներքին փոսերը չի կարողանում լցնի, չեմ կարողանում բավարարվել ես։ Ոչ մի բանից ուրախություն չեմ ստանում, կյանքս դատարկվել է, կյանքս անձև է դարձել, տեսք չունեմ ես։ Ամեն բան խառնվել է, քաոսի է վերածվել իմ կյանքը։ Եբրայերենում այստեղ հետարքիր բառ է, անձև ու դատարկ բառը։ Գուցե ասեմ եբրայերեն, բայց դուք հայերեն դա կհասկանաք, որովհետև եբրայերեն գրված է թոհու վաբոհու։ Միթե հայերեն դա չի նշանակում։ Թոհու բոհ։ Ինչ է թոհու բոհը։ Թոհու բոհ խառնաշփոթ, թոհու բոհ, այսինքն վեճ, խառնակ վիճակ, քաոսային վիճակ, անորոշություն, անձևություն, անհասկացողություն, անհստակություն, անկապություն։ Ինչքան ենք լսում այսօր մարդիկ ասում են անկապ է կյանքս, անհասկանալի է կյանքս, հարաբերությունների մեջ թոհուբոհ, ապագայի հանդեպ թոհուբոհ, քաղաքական դաշտում թոհուբոհ, տնտեսությունում թոհուբոհ, եբրայերեն թոհուվաբոհ, այսինքն անձև ու դատարկ։ Եվ այսօր որքան մարդիկ կան գեղեցիկ հագնված, իրանց ձև են տվել, բայց իրանց ներսում անձև են։ Գնացեք հարսանիքներին տեսեք, մարդիկ, որոնք անճանաչելիորեն գեղեցկացած, դուրս են գալիս գեղեցկության սրահից, բայց ներսը դատարկ է։ Եվ որքան խորն է մարդու դատարկություն, այնքան երկար են իր թարթիչները, այնքան ավելի շատ է իր մակիյաժը, այնքան ավելի գույնզգույն են իր մազերը, որտեղ մարդը ուզում է, կներեք քույրեր, ես ձեզ նկատի չունեմ, չնայած ում նկատի ունեմ, ու եղբայրներին նկատի չունեմ, բայց մեր քույրերին շատ նկատի չունեմ, հիմա ու մազերը, որ ով նորմայի մեջ ասում է լավ պրծա, և իսկապես, որքան խորն է մարդու այդ դատարկությունը, նա ուզում է այդ դատարկությունը լցնել արտաքին ձևով, արտաքին կերպարանքով, մի բան փոխեմ, որ ես փոխվեմ։ Եվ մարդը պարապությունից նստած մտածում է կարելի է էս էլ փոխեմ, այն էլ փոխեմ, թարթիչս, ունքս դզեմ, հետո տասը աշնունքն է հանում ինքը։ Որտև հասկանում է, որ այդ ձևը դրսի ձև է, բայց ներսից ես դու դատարկ, անբովանդակ է քո կյանքը եւ ուզում ես այդ բովանդակությունը դու լցնել արտաքին մի ձևերով, դուրսդ փոխելով ներսդ չի փոխվի։ Կա մեկը որ ամեն ասի, թե չկա մեկը որ ամեն ասի։ Բայց երբ որ Սուրբ Հոգին գալիս է, ոչ թե դուրսն է փոխում, նա մեր ներսն է փոխում։ Եվ երբ որ Սուրբ Հոգին գալիս է եւ ներսդ փոխվում է, դուրսդ սկսում է փոխվել։ Համաձայն եք թե չէ։ Ոչ թե որ քիթդ փոքրանում է, ականջներդ հետ են գնում, ունքերը դզվում է, կնճիռներդ վերանում են, այլ դեմքդ սկսում է փայլել։ Երբ որ Մովսեսը Տիրոջ սարից իջավ, գրված է հրեաները չէին կարողանում նայել Մովսեսի դեմքին։ Գիտեք ինչու, ոչ թե որ բարկացած էր ու վախենում էին նայել, այլ փայլում էր նրա դեմքը։ Եվ խնդրեցին, որ նրա դեմքին մի քող գցի, որ չկուրանան։ Քույրեր եղբայրներ, երբ որ մեկը լցված է Սուրբ Հոգով, լեզուներ կարող ես աղոթել, հրաշքներ կարող ես գործել, բայց դա չի ամենակարևոր ցուցիչը։ Քո դեմքն է ցույց տալիս։ Երբ որ Տերը հայտնվեց Կայենին, մի ցուցիչ էր տեսել, որ ցույց էր տալիս, որ նրա սրտում լավ բան չէր կատարվում եւ ասաց Կայեն, ինչու ես երեսդ կախել, որտեղ մեր երեսը ցույց է տալիս, ասում են աչքերը հոգու ինչն են, հայլին են, ճիշտ են ասում, ցույց են տալիս, ասում են աչքերը իրան ինչ են անում, մատնում են, լույսը մատնում է, երբ որ դու ներսումդ ունես Սուրբ Հոգու ներկայությունը, չես կարող թաքցնել, Հիսուսն ասաց լույսը չի լինի թաքցնել, քաղաքը, որ սարի վրա է, չես կարող թաքցնել, դա պիտի երևա, մարդիկ սկսում են քեզ նկատել, դեմքդ ուրիշ է, արտահայտությունը փոխվեց, դարձար արտասովոր, ուրիշ մեկը դարձար, որովհետև Սուրբ Հոգին երբ որ գալիս է շրջում է, սկսում է բաներ փոխվել մարդու կյանքի մեջ, անձև էր երկիրը, այսինքն
տեսք չուներ, հստակություն չուներ, անորոշ վիճակի մեջ էր, աներևույթ էր, սահման չկար, չափ չկար, ոչ մի տեսարան չկար, աննպատակ էր, առանց կերպարանքի, առանց տեսքի։ Եվ նույնն էլ այսօր շատերի կյանքն է այդպեսին, անկապ, բախտիքը հաճույքին տրված, ինչ կլինի, թող լինի։ Այդպեսին է կյանքը առանց Սուրբ Հոգու, անձև ու դատարկ։ Եվ երբ որ մենք չունենք աստվածային ձևը մեր կյանքի մեջ, մենք դատարկվում ենք։ Այսօր ինչքան հավատացյալներ կան, ձևը կա, բայց դատարկ են իրանք։ Տեսքով այդպիսին են, կերպարանքով այդպիսին են, ներսը դատարկ են։ Երբ որ Եվրոպա գնաք, ձեզ կտանեն հայտնի տաճարները Եվրոպայի, ես եղել եմ Ավստրիայում, տեսել եմ շքեղաշուք տաճարներ, Շվեյցարիայում, Իտալիայում չեմ եղել, բայց այնտեղ ավելի փառահեղ տաճարներ կան, շինարարական կառուցվածքներ կան, բայց դատարկ են։ Գեղեցիկ են, բայց դատարկ են։ Ինչու՞, որովհետև Սուրբ Հոգին գնացել է եկեղեցիներից։ Եկեղեցիները վերածվել են թանգարանների։ Տեսքը կա, բովանդակությունը չկա։ Եվ հետո ասում է, որ անձև էր և դատարկ էր։ Սա է կյանքը առանց Սուրբ Հոգու, սա անձևության արդյունքն էր։ Երբ չունես կյանքի նպատակ, չունես կյանքի իմաստ, կյանքը դառնում է դատարկ, մի տեսակ դատարկ։ Քույրեր, եղբայրներ, մի բան կասեմ, պատրաստվեք, վերջում ամեն ասեք, եթե համաձայն եք։ Կյանքը առանց Աստծո դատարկ է։ Համաձայն եք։ Կյանքը առանց Աստծո դատարկ է, դու այդ անդունդը ինչով ուզում ես լցրու, ծխելով, խմելով, խնջույքներով, պարերով, տեսքդ փոխելով, շորդ փոխելով, միևնույնն է, չի լցվելու այդ դատարկությունը։ Քանիսներս մեր միջից էլ վկայել են, միջև ապաշխարել է, որ հոգու դատարկությունը ուզում էր խմիչքով լցներ, լցնում էր, ուրախանում էր, հետո առավոտյան արթնանում էր, զգում էր այդ փոսը ավելի է խորացել, դատարկություն և դատարկություն։ Հիշում եք մի անձնավորություն կար, աշխարհի ամենահարուստ մարդն էր ինքը, Սողոմոնը, ամեն ինչ ուներ, ամեն ինչ փորձեց, երաժշտություն, նաժիշտները, չէ, իրանց իշխանավորները գալիս էին, ծաղրածուները իրանց զվարճացնում էին, շատրվաններ կառուցեց, այգիներ տնկեց, շենքեր կառուցեց, երաժշտություններ ձոնվեցին իրան, բայց գրեց վերջում ինքը ունայնությանց, ամեն բան այս արեգակի տակ ունայն է, և միայն վերջի խոսքն էր այդ գրքի արժևորված, չէ, մեզ դաս տալիս, Աստծուց վախեցիր, որովհետև սա է ամեն բան մարդու համար, միայն Աստված կարող է լցնել քո դատարկությունը։ Այսօր խաղատներում, գինետներում, անառակնոցներում, ռեստորաններում լիքն են դատարկ մարդիկ, որոնք ուզում են լցնեն, ուտելով, խմելով, բայց չի լցվի, որովհետև դա Սուրբ Հոգու տեղն է։ Նա է, որ պիտի շրջի մեր անդունդի վրա և լցնի մեր դատարկությունը։ Դրա համար առաքյալն ասաց, լցվեք Սուրբ Հոգով։ Շատերը լցված են գինիով, ուրիշ բաներով, բայց մենք պետք է լցվենք Սուրբ Հոգով։ Հետևաբար կա մի դատարկություն, որը միայն Սուրբ Հոգին կարող է լցնել։ Մեծն վարպետը, դասականը, Ավետիք Իսահակյանը հետևյալը գրեց, մարգարեաբար, թեպետ դա նաև վերցրածը 5 տականի մարգարեությունից, կարծեմ Անգեի մարգարեությունից, բանաստեղծաբար մարգարեացավ և ասաց, ես ձեզ ասում եմ կգա ոգուսով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք մուրալու հապրած որկորով, հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։ Այսօր այս վիճակն է, ճոխ սեղանները կան, բայց հոգու սով կա, մարդիկ դատարկ են գնում այդ սեղաններից։ Կա այստեղ մեկը, որ երբևէ փորձառել է կյանքի անձևությունն ու դատարկությունը, կա մեկը, որ կարող է ասել և վկայել և ասել, ես դա զգացել եմ, դա ինչ սարսափելի բան է, որ ոչ մի բան քեզ չի ուրախացնում, անգամ կարծես երեխաների ներկայությունն էլ չի ուրախացնում, ոչինչ քեզ չի ուրախացնում, որովհետև դա Աստծո տեղն է, որ նա պետք է լցնի քեզ։
շատերն են այդ անդունդը ընկել եւ այդ փոսից չեն կարողանում դուրս գալ։ Եվ շատերն են փորձել լցնել, բայց ավելի են խորացել դրա մեջ։ Երբ որ մարդը կորցնում է իր կյանքի իմաստը, Վիկտոր Ֆրանկլը իմ ամենասիրելի փիլիսոփաներից մեկը հետևյալն է ասել, երբ մարդը կորցնում է իր կյանքի իմաստը կամ չի գտնում իր կյանքի իմաստը, սկսում է մաշեցնել եւ քայքայել իր կյանքը հաճույքներով։ Տեսեք ինչ խորը բան են ասել, երբ որ կյանքի իմաստը չի գտնում մարդը, սկսում է իրեն քայքայել հաճույքներով։ Իսկ հաճույքները ինչ են անում, իրոք հաճույքը քայքայում է մարդուն։ Խմիչքի, թմրանյութերի, անառակաբարո կյանքի, որ միառժամանակ քեզ հաճույք է տալիս, բայց հետո խլում է քեզանից, խժռում է քեզ։ Եվ այսպիսին է մեր կյանքը։ Հետո ինչ կար այնտեղ։ Նայեք, այս բոլոր բառերը եկեք առանձնացնենք, դա հնարավոր չի Աստծո ստեղծագործությունը լինի, բայց դա Աստծո դատաստանի արդյունքն էր։ Անձև, դատարկ, անդունդ, խավար։ Խավարի մեջ վախ կա, խավարի մեջ սարսափ կա, խավարի մեջ անհայտություն կա, անորոշություն կա, մարդը չի կարող նայել իր շուրջը, չի տեսնում իր վաղվա օրը, չի տեսնում անգամ ինքն իրեն, շփոթված է, խարխափում է խավարում, դեգերում է, թափառում է, կործանում կա խավարի մեջ, շփոթվածություն կա խավարի մեջ։ Այս երեք երևույթները, որոնք նաև դիվային երևույթներ են, անձևություն, դատարկություն եւ խավար այսօր պատել է ամբողջ աշխարհին։ Սրանք եթե անձնավորեն կտեսնենք, որ կյանք քայքայող մարդասպաններ են, անձևությունը, դատարկությունը, խավարը, որ պատում է։ Նկատել եք խավարի հետ ասում են պատել է, ծածկել է մարդկանց։ Մարդիկ խավարամիտ են դարձել, մարդիկ էլ առաջվա նման սուր չի իրանց միտքը, իրանց մտածելակերպը, դժվարանում են տրամաբանել, դժվարանում են վերլուծել իրանց իրավիճակները, խոսում ես հետը, բայց զգում ես անջատված է ինքը, որտեղ միտքը խավարով է պատված, եւ դա դիվային խավար է, ինչ որ բան այն չէ իր կյանքի հետ եւ կյանքի մեջ, բայց կանգ չառավ Աստված, վերջակետ չդրեց այս դատաստանի վրա, դրեց ստորակետ։ Իմ ամենասիրած կետադրական նշանը Աստվածաշնչի ստորակետն է։ Աստծո ստորակետը, ամեն, համաձայն եք, դուք էլ կսիրեք այդ ստորակետը։ Երբ որ սատանան գալիս է եւ փորձում է վերջակետ դնել, իրականում նա շատ կուզենար, որ ամբողջ Աստվածաշունչը մի տող լիներ ընդամենը։ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը եւ անձև ու դատարկ էր երկիրը եւ վերջակետ։ Լավ, մի հատ էլ նախադասություն եւ անդունդի վրա խավար կար եւ վերջակետ։ Բայց Աստված ջնջեց այդ վերջակետը մեր կյանքից, ստորակետ դրեց ու եւ դրեց։ Իսկ մենք գիտենք, որ Եվը նաև կապող օղակ է, Եվը շարունակությունն է, Եվից հետո իմաստ է փոխվում։ Մի քերականական դաս էլ ձեզ ասեմ, Հասմիկ քույրը չգիտեմ այստեղ է թե չէ։ Երբ է Եվից առաջ ստորակետ դրվում։ Ուր է Հասմիկ քույրը։ Խնդրում եմ ասեք, դուք հայագետ եք, հայրենի մասնագետ եք։ Ուշադիր լսեք, երբ որ ենթական փոխվում է, Եվից առաջ ստորակետ է դրվում։ Ով է ենթական։ Նախ Հասմիկ նույնից ասա ենթական որ հարցերն է պատասխանում։ Ով ովքեր, առաջինը ով։ Երբ որ ովը փոխվում է, դերակատարը փոխվում է, ստորակետ է դրվում։ Քույրեր, եղբայրներ, մեր կյանքի վկայությունն էլ կարող է հիմա այսպիսին լինել, կամ ինչ որ մեկը, որ եթերով տեսնում է, իմ կյանքը անձև ու դատարկ է, իմ կյանքում անդունդ կա, խավարն է անդունդի վրա իշխում, իմ մտքի մեջ խավարամտություն կա, չեմ կարողանում իմ ապագան տեսնել, եւ ուզում այդտեղ վերջակետ դնել, եւ հանկարծ ենթական քո կյանքի մեջ փոխվում է, մեկ ուրիշ անձ է գալիս առաջ, եւ հետեւաբար ըստ օրենքի ստորակետ պիտի հայտնվի այդտեղ։ Աստված իր ստորակետով գալիս է մեր կյանքի մեջ։ Օրհնյալ լինի Աստծո ստորակետը, օրհնյալ լինի Աստծո շարունակական գործը իմ ու քո կյանքի մեջ, օրհնյալ լինի Աստծո Սուրբ Հոգին, ամեն, որ նա շարունակություն բերեց։
Եվ շարունակությունը հետևյալն էր, եւ Աստծո հոգին, ահա ենթական, գտանք ենթական, եւ Աստծո հոգին, փոխվեց դերակատարը, փոխվեց եղանակը, փոխվեց ամեն բան, Աստծո հոգին եկավ մեր կյանք, եւ ինչ եղավ, Աստծո հոգին շարժվեց, Աստծո հոգին շրջեց, վերևից նայում էր, դրա համար նա աղավնակերպ էր, իջավ Հիսուսի վրա վերևից, որպես աղավնի, նա շրջում է, թե ում վրա իջնի, շրջում է, թե որտեղ հանգրվանի, կարող ենք այսօր ասել, արի ինձ վրա, Սուրբ Հոգի, արի իմ կյանքի մեջ ես քո կարիքն ունեմ, իմ երեխաները քո կարիքն ունեն, իմ տունը, որ քաոսի մեջ է, իմ տունը, որ անդունդի եզրին է հասել, ուր որ է ընտանիքս պիտի կործանվի, արի Սուրբ Հոգի, շրջիր իմ տան մեջ, իջիր ինձ վրա, շարժիր ինձ ով Տեր, որովհետև երբ որ շարժ կա, ինչ կա, կյանք կա, դրա համար է շրջում էր եւ շարժում էր, մեր սրտերն է շարժում, Հովանու ավետարան 6-րդ գլխի 63-րդ խոսքում Տեր Հիսուսն ասաց, որ մարմինը ոչ մի օգուտ չունի, այսինքն մարմինը ոչինչ չի կարող անել, հոգին է կյանք տվողը, հալելույա, հոգին է կյանք տվողը, կարող ենք ասել, հոգին է կյանք տվողը, իսկ ով է այդ հոգին, Սուրբ Հոգին, այն խոսքը, որ ես ձեզ ասացի, ասաց Հիսուսը, հոգի է և կյանք, եկեք տեսնենք այս երեք գումարելները, խոսք, հոգի և կյանք, սրանք իրար հետ են միշտ գործում, սրանք երբեք իրարից բաժանված չեն, հոգին խոսքի հետ է, խոսքը հոգու հետ է, արդյունքը կյանք է առաջանում, երբ որ Սուրբ Հոգին և Աստծո խոսքը համատեղվում են, ստեղծագործություն է լինում, լույսն է գալիս, Եզեկիել 37-րդ գլխի մեջ մենք մի սարսափելի տեսարան ենք տեսնում, մի դաշտի մեջ հայտնվեց մարգարեն և այնտեղ փտած, չորացած ոսկորներ էին շախտրված ամբողջ դաշտում և Տերը բացահայտեց ասաց, որ սա Իսրայելի վիճակն է, սա այս ազգի վիճակն է, տաճարը ավերված, ժողովուրդը սիրուցան եղած, երկիրը դատարկված և ամայացած էր Իսրայելը և ավազակների և աղվեսների ворջ էր դարձել, զավթվել էր երկիրը, և Եզեկիելը տեսավ այդ ոսկորները, որ իր ազգի իրավիճակն էր, և ասում է ձայն լսեցի, որ ասաց, արդյոք այս ոսկորները կկենդանանան միթե, և նա մարգարե էր, բայց նա չուներ սրա պատասխանը, և ասում է նա ասաց, Տեր, ես չգիտեմ, դու գիտես, այսինքն մարգայնորեն որևէ հույս չկա, որևէ հնարք չկա, որ այս ոսկորները կենդանանան, գուցե այսօր նայենք մեր ազգի վիճակին, գուցե այսօր մենք նայենք մեզ, մեր հարազատությանը և ասենք, Տեր, դու գիտես, ես էլ չգիտեմ, ես էլ հույս չունեմ, որ ամուսինս կփոխվի, ես կփոխվեմ, այս իրավիճակը կփոխվի, Տեր, ոսկրացել է, ամեն բան ցիրուցան է եղել, ինչպես կարող է, և Տերն ասաց, հրամահիր, կանչիր քամին, որ գա, և գրված է եկավ Տիրոջ հոգին, միաբանեց այդ ոսկորները, ես ինչ լավ այդտեղ չեմ եղել, որովհետև տեսարանից կսարսափեի, պատկերացնում եք ոսկորները մոտեցան իրար, բայց սա մեր կյանքն է, և մարմին հագավ, և մի սուարյուն, և կյանքի հոգին մտավ նրա մեջ, և կենթանացավ ազգը, սա է Սուրբ Հոգու գործը, նա այնտեղ է, որտեղ չորություն կա, որտեղ ցիրուցան եղած իրավիճակ է, հույս չկա, նա հավաքում է, նա վերստին կյանք է պարգևում, Հիսուսն ասաց, միջև մարդը հոգուց և ջրից չծնվի, չի կարող մտնել Աստծո արքայություն, հոգին մեզ ծնունդ է տալիս, հոգին մեզ նոր կյանք է պարգևում, Երկրորդ Կորինթացիների 3-րդ գլխի 17-րդ խոսքը, նայենք տեսնենք Պողոս առաքյալը ինչ է գրում այնտեղ, ասում է, Տերը հոգին է,
Եվ որտեղ Տիրոջ հոգին է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ինչ է, ազատություն է։ Այս խոսքը ամենաշատ սխալ մեկնաբանված խոսքերից է, որտեղ շատերը, որ փորձում են մարդկանց ասել, դե արի պարենք իրար հետ, այդ է իրական ազատությունը, լավ է պարելը, անկաշկանդ լինենք Աստծո ներկայության մեջ, բայց իրական ազատությունը դա չի, որ մարմնից հագուրտ ես տալիս։ Իրական ազատություն այն է, երբ որ դու ազատ ես մեղքից, ազատ ես վախերից, ազատ ես քո մտքերից, որոնք ես հետապնդում էին, ազատ ես անեծքից, ազատ ես գերությունից եւ Քրիստոսի տիրության ներքո ես գտնվում, որտեղ որ Տիրոջ հոգին է։ Համաձայն ենք, որ Աստծո հոգին այստեղ է, քույրեր եղբայրներ։ Կարող ենք հենց հիմա անգամ առանց աղոթքի էլ համաձայնվել դրա հետ, որ Տիրոջ հոգին գա եւ հպվի մեզ, ազատի մեզ վախերից, նևրոզից, դեպրեսիայից, մեղքից, վատ սովորություններից, անեծքներից, Աստծո հոգի արի եւ ինձ ազատիր, որտեղ որ Տիրոջ հոգին է։ Այս տարի 2 ամիս առաջ էր կարծեմ, ապրիլն էր, երբ որ մեր պատանիները ճամբարում էին, եւ մենք էլ ուղարկել ենք պատանիներին ճամբար, ասում ենք, ուֆ, ինչ լավ է, թող գնան, մենք էլ ազատվենք, իրանք էլ ազատվեն, մենք էլ մի քանի օր ազատ լինենք, ուրախանանք, այսպես, երբ որ առաջին օրը գնացին, հետո լուրերն եկան, որ այս ինչ չարաճճի են, անկառավարելի են, մեկը այնտեղ մի բան տվեց ջարդեց, մյուսը գիշերվա ժամը 3-ին հավաքեց ուրիշներին, ծիծաղ, աղմուկ, դասատուները լացում էին մեր պատանիների ձեռքը։ Հետո ես էլ մտածում եմ, դե լավ, դե հիմա թող մի բան անեն, յոլատ անեն այդ 3 օրը, տեսնենք ինչ կլինի։ Մեկ էլ երկրորդ օրը լուր եկավ, որ ինչ որ մի բան սկսեց իրանց հետ կատարվել։ Ալեքսը զանգեց, մի կերպ էր խոսում, պապա, Սուրբ Հոգով եմ մկրտվել։ Մենք մի տեսակ համ հավատում ենք, համ դժվարությամբ, որ էսի ոնց է Սուրբ Հոգով մկրտվել, երեք բողոքում էին իրանից, երեք չարություն էին անում, այդ ինչ եղավ։ Հետո լսեցի վարչուշքույրը, հետո մղթար եղբայրը, չէ, ինչ որ բան է կատարվում։ Որոշեցի երրորդ օրը գնամ իմ աչքերով համոզվեմ։ Եվ Սուրբ Հոգին եկավ։ Առանց մեր կանչելու, անկախ մեզանից եկավ։ Ես սա իմ կյանքի ամենահուզված պահերից մեկն է, որովհետև իմ թեման Սուրբ Հոգու մասին չէր։ Իմ պատգամը դրա մասին չէր, խոսում էի պատանների երազանքի մասին, քարոզս վերջացեցի, ասեցի, դե հիմա աղոթենք, որ գնաք քնեք։ Կանգնեցինք աղոթքի եւ զգացի Տիրոջ հոգին եկավ։ Իսկ մի բան էր մնում անել, միկրոֆոնը անջատել եւ գնալ վերջի շարքում նստել մղթար եղբոր կողքը երեցներով, հովիվներով, որ հանկարծ Սուրբ Հոգուն չխանգարենք, որովհետև Սուրբ Հոգին եկավ։ Մենք այդտեղ Արմեն եղբայրս այդտեղ էլ Լիանա քույրս կհիշեն, մենք դիտորդ էինք ընդամենը, չէ՞։ Նստած նայում էինք եւ Սուրբ Հոգին կարծես ասում էր՝ մի խանգարեք ինձ։ Ձեր երեցությամբ, ձեր լրջությամբ, ձեր չգիտեմ ինչերով, թողեք ես անեմ այն ինչ որ ուզում եմ անել։ Իշմ եմ այդ պահին մի հնարամտություն գործածեցի, զանգեցի վիդեո զանգով Գրիշ եղբորը, ասի նա ինչ է կատարվում, Գրիշ եղբայր, մանանան մկրտվեց Սուրբ Հոգով։ Գրիշը նայում է, քնից իրան արթնացել են, պարկած էր ինքն էլ, չի կարող կտրվի այդ տեսարանից, ինքն է այցելվել։ Զանգում եմ Արտակ եղբորը վիդեո զանգով, ասում եմ նայի արգիշտն է լցվել Սուրբ Հոգով, մեկ տեսնեմ Արտակ եղբայրը լացում է, ինքն էլ այնտեղ այցելվել։ Դա Սուրբ Հոգու գործն էր։ Այն պատանիները, որ կես ժամ չես կարողանում խոսել դահլիճում, որովհետև անկառավարելի են, մեկը հեռախոսի մեջ է, մյուսը անհանգիստ նստած է, մյուսը մեկի մազերն է քաշում, մյուսը ականջն է քաշում, 4 ժամ աղոթքի մեջ էի։ 4 ժամ լցված Սուրբ Հոգով, մարգարեություններով, ազատագրությամբ, մեղքերն էին խոստովանում, լացում էին, ուրախանում էին, ու մենք մենակ հանդիսատեսի պես նայում էինք։ Ոչ մի բան չեն կարողանում անել, երբ որ գալիս է Սուրբ Հոգին, ոսկորները կենթանանում են,
քաոսը վերածվում է կազմակերպված մի միջավայրի, որտեղ Սուրբ Հոգին, Տիրոջ Հոգին է, տերություն է անում այդտեղ։ Ամեն։ Մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգին շարժվի։ Ծննդոցի մեջ եթե նորից վերադառնանք, ասում եմ, Սուրբ Հոգին շրջում էր, Սուրբ Հոգին շարժվեց։ Երկրորդ Պետրոս 1:21-ում ասում է 5 տակարանի մարգարեները իրանց գլխից չխոսեցին։ Մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չեղավ, այլ լցված, ներշնչված Սուրբ Հոգով, հին թարգմանության մեջ գրված է Սուրբ Հոգուց շարժված խոսեցին։ Ինչ էր անում Սուրբ Հոգին մարգարեներին, շարժում էր, եւ երբ որ մարգարեն շարժվում էր, մարգարեություն էր ծնվում, որ աշխարհը փոխում էր։ Այսօր մենք էլ ասենք, ինձ էլ շարժիր Սուրբ Հոգի, իմ շուրթերը շարժիր, որ ոչ թե ես շարժվեմ բարկությունից, ոչ թե ես խոսեմ նախանձից, թշնամանքից ելնելով, այլ Սուրբ Հոգուց շարժված խոսեմ։ Մի գաղտնիք ասեմ, երբ որ Սուրբ Հոգուց շարժված խոսես, դա կարող է մարգարեություն լինել, որ կփոխի մարդու կյանքը, դիմացինի կյանքը, ապագայի վերաբերյալ մի խոսք կարող ես ասել, որ մարդը տարիներ անց կասի, այն որ խոսացիր, կյանքս փոխեց։ Ուրեմն շարժիր մեզ Աստծո Հոգի։ Հետո ինչ ենք տեսնում Ծննդոց առաջի գլխի մեջ, նորից վերադառնանք այդ խորհրդավոր տեսարանին, Աստծո Հոգին շարժվում էր։ Երբ որ շարժվեց, հետո գրված է մյուս խոսքը, երրորդ խոսքը, եւ Աստված ասաց։ Նորից միասին ասենք, եւ Աստված ասաց։ Այսինքն Աստված խոսեց։ Երբ Աստված ասաց, ինչից հետո Աստված ասաց, երբ որ Սուրբ Հոգին շարժվում է, Աստծո շուրթերն են շարժվում, երբ որ Սուրբ Հոգին շարժվում է, Աստծո խոսքն է հնչում այդտեղ, Հոգին եւ խոսքը միասին են գործում քույրեր եղբայրներ, Աստվածաշունչը, գիրքը եւ հոգին։ Նկատել եք հայրենում միակն է հայրենը, որ այս գրքի անունն ինչ է, Աստվածաշունչ։ Նկատել եք, երբ որ դուք խոսում եք, ձեր բերանից ոչ միայն խոսք ու բառ է դուրս գալիս, այլև շունչ է դուրս գալիս։ Իսկ ինչ կա շնչի մեջ։ Երբ որ մեկը շնչահեղձ է լինում, խեղդվում է, ինչ են տալիս իրան, խոսք չեն տալիս իրան, չէ՞։ Կանգնես իր գլխին քարոզ կարդաս, բան չի փոխվի։ Դու պետք է կռանաս իր վրա եւ քո շունչը փչես իր մեջ, իրեն շունչ տաս։ Երբ որ Աստված խոսում է, Աստված շնչում է եւ արտաշնչում է նաեւ մեզ վրա։ Հիշում եք Հիսուսը փչեց իր աշակերտների վրա եւ ասաց. «Առեք Սուրբ Հոգին»։ Երբևէ եղել է, որ այս գիրքը կարդաք եւ զգաք, որ արտասովոր բան է կատարվում ձեզ հետ կարդալու ժամանակ։ Չգիտեմ, ձեզ հետ էլ է այդպես, բայց իմ հետ այս ներսումս ինչ որ մի բան շարժվում է։ Հետո երբեմն շունչս կտրվում է։ Հետո ուրախություն է գալիս ինձ վրա, անկանխատեսելի, տրամադրությունս է փոխվում, որովհետեւ այս գրքի մեջ շունչ կա։ Իսկ առանց այս գրքի մենք շնչահեղձ կլինենք։ Առանց Սուրբ Հոգու շնչահեղձ կլինենք, կրոնավոր կլինենք, հոգևոր չենք լինի։ Ուրեմն Աստծո խոսքը գործեց, երբ որ Սուրբ Հոգին շարժվեց։ Այսօր շատերը չունեն Աստծո խոսքը, եւ որովհետեւ կորցրել են Սուրբ Հոգու շարժը։ Շատ եկեղեցիներ կրոնական կազմակերպությունների են վերածվել, որովհետեւ հոգին չի շարժվում, խոսքը չի հնչում։ Ծեսը կա, ավանդույթը կա, սովորությունը կա, կրոնը կա, բայց ապրեցնող խոսքը չկա, Սուրբ Հոգին չկա, ճառ է, գեղեցիկ մի խոսք է, ասմունք է, գեղագիտական հաճույք է պատճառում մտքին, բայց հոգուն չի հասնում։ Բայց երբ որ Աստված է խոսում, մեր սրտերը ինչ են լինում, շարժվում են։ Կարող ենք այսօր մենք էլ ասենք, Տեր, շարժիր ինձ, շարժիր իմ սիրտը, ոչ թե շարժիր ուղղակի մարմինս ու միտքս, այլ ներսս, հոգի, սիրտս ամբողջությամբ ինձ շարժիր ով Աստված։ Ես չեմ ուզում քարացած վիճակում լինել, ես չեմ ուզում կրոնական ծեսի մեջ մնալ, ես ուզում եմ, որ դու ինձ շարժես։
Տեսել եք հրեաներին, երբ որ լացի պատի մոտ աղոթում են։ Ինչպես են աղոթում հրեաները։ Տեսեք ինչպես են աղոթում։ Երբեմն թվում է այ մարդը գլուխդ կպոկվի, հանգիստ աղոթ կարա։ Նա ուզում է ցույց տա, որ մեր Աստված շարժվող Աստված է եւ շարժող Աստված է։ Երբ որ Աստված շարժվում է, Աստված մեզ նաև շարժում է։ Երբ որ մեզ շարժում է, մեր կյանքը շարժվում է, մեր զավակները շարժվում են, մեր տունը շարժվում է։ Սուրբ Հոգու շարժ։ Աստված խոսած։ Ինչ ասաց Աստված այդ իրավիճակի մեջ։ Աստված ասաց. թող այդտենց չասեց Աստված, մի հատ նորմալ ասեք։ Աստված ինչպես ասաց. ամեն, թող լույս լինի։ Եվ լույս եղավ։ Երբ որ Սուրբ Հոգին գործում էր, խոսքը հնչեց, արդյունքում լույս առաջացավ։ Թող լույս լինի։ Երբ Հոգին ու խոսքը միասին են գործում, լույսն է ծնվում։ Տեսեք, այնտեղ չի ասում, եւ Աստված ստեղծեց լույսը, լուսատուներին հետո ստեղծեց։ Բայց ես հավատում եմ, որ այստեղ Աստված ոչ թե լույս ստեղծեց, այլ լույսը հայտնեց։ Իսկ այդ լույսը իր որդի Հիսուս Քրիստոսն է։ Աստծո խոսքը ինչ է? Լույս է։ Եվ ճրագ է մեր ճանապարհներին, եւ լույսը չստեղծվեց, լույսը եղավ, լույսը հայտնվեց։ Սուրբ Հոգին, Աստված եւ Աստծո խոսքը Հիսուս Քրիստոսը մեկ տեսարանում, մեկ պատկերի մեջ, ինչքան գեղեցիկ տեսարան։ Սա է Պենտեկոստեի խորհուրդը, հոգեգալուստի խորհուրդը մեր կյանքի մեջ։ Եվ արդյունքում ինչ եղավ? Եկավ պարզություն, չէ, լույս, խավարեր, հիմա լույս կա։ Եվ Աստված ինչ որ հետո ստեղծեց, ինչի ներքո ստեղծեց, լույսի մեջ ստեղծեց։ Հովհաննեսը պիտի ասեր Աստված լույս է։ Ինչ գեղեցիկ է, ասում է Աստված սեր է, բայց նաև ասած Աստված լույս է եւ ով որ Աստծո հետ է հաղորդակցվում, լույսի մեջ է ապրում, խավարի մեջ չի ինքը։ Ահա Սուրբ Հոգու գործը մեր կյանքի մեջ, նա լույս է բերում։ Աստծո խոսքի գործը լույս է բերում, մենք սկսում ենք տեսնել։ Երբ որ ինչ-որ բաներ լույսի մեջ ենք բերում, ինչ ենք տեսնում, ոչ միայն տեսնում ենք գեղեցիկը, նաև սկսում ենք տեսնել մեր մեղքերը։ Այդպես է թե ոչ։ Լույսի ներքո ամեն բան երևում է, մեր թերությունները։ Բայց դա նրա համար չի, որ Տերը մեզ ամաչեցնի, նրա համար է, որ Տերը մեզ ապաշխարություն պարգևի։ Նա ցույց է տալիս, նա լուսավորում է մեզ, նա փոխում է մեզ։ Ահա Սուրբ Հոգու գործը հավատացյալի կյանքում լույս է բերում, լույս է սփռում։ Կար դատարկություն, հիմա Սուրբ Հոգու լեցունություն է։ Սուրբ Հոգին փոխում է ամեն բան, շրջում է եւ փոխում է։ Անձև կյանքին ձև է տալիս, չէ՞, տեսք է տալիս։ Սկզբում ինչ էր, անձև էր երկիրը։ Հիմա ձև, որն է այդ ձևը, Աստծո պատկերն է գալիս մեր կյանքի մեջ։ Աստծո ուզած ձևն է գալիս։ Մենք չենք կարող անձև լինել, չէ՞։ Ոչ էլ կարող ենք ձևական լինել, բայց մենք պետք է Աստծո ձևն ունենանք։ Համաձայն եք, որ Աստված իր ձևերն ունի մեր կյանքում։ Մենք մեր ձևերն ունենք, Աստված իր ձևերն ունի։ Նա ասում է ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն։ Ուրեմն Սուրբ Հոգին Աստծո ձևն է բերում այնտեղ, որտեղ ձև չկա։ Նկատել եք հայկական նոր արտահայտություն է դա 21-րդ դարի։ Ապեր ձև չկա։ Այսինքն, դա չէ նշանակում ձև չկա, այսինքն հուշեք ինձ, թարգմանեք ինձ համար։ Ելք չկա, փող չկա, տարբերակ չկա, հետո հնարավորություն չկա։ Մեր Յուլիա քույրը ազգությամբ ռուսայրան հայրեն սովորացրեք մի քիչ։ Կարևոր արտահայտություններից մեկը, որ հայրը պետքա տիրապետեն, փող չկա, ձև չկա, ճար չկա, բան չկա, ախպեր, բան չկա։ Ձև չկա։ Բայց երբ որ Սուրբ Հոգին գալիս է, Աստված ասում է կա ձև, լավ էլ ձև կա։ Երբեմն ճարպիկներին ասում են լավ էլ ձևերը գիտես։ Բայց այդ մեր ձևերը ձևականություն է։ Մենք ասենք Տեր,
քո ձևն եմ ուզում, քո տեսքն եմ ուզում իմ կյանքի մեջ, քո ճանապարհն եմ ես ուզում, որ գա իմ կյանքի մեջ։ Ուրեմն անձև ու դատարկ Սուրբ Հոգին փոխում է ամեն բան։ Հետո դատարկ հոգուն տալիս է լեցունություն, չէ՞։ Երկիրը անձև էր ու դատարկ էր։ Հետո ինչ եղավ։ Լցվեց այդ անդունդը, այդ փոսը լցվեց ուրախությունով, լցվեց խաղաղությունով։ Պողոս առաքյալն ասում է՝ մի հարբեք, մի լցվեք գինով, որի մեջ անառակություն կա, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Մի լցվեք բարկությամբ, մի լցվեք նախանձով, լցվեք Սուրբ Հոգով։ Ինչով որ լցվես, դա ես դուրս տալու քեզանից, չէ՞։ Տեր լցրու ինձ ուրեմն Սուրբ Հոգով, իմ դատարկությունը թող լցվի։ Տեսել եք նորադարձների կամ ձեզ հիշեք, երբ որ եկաք ապաշխարության, մեղքի բեռը ձեր վզի վրա, երբ որ աղոտ կարեցիք, ապաշխարեցիք ու ինչքան եմ լսում այդ վկայությունները, այս ոնց թեթևացա, այս ինչ ազատ եմ ես, ամպերով ոնց որ սավառնեմ, ներսից դատարկությունը լցվեց վերջապես, իմաստ գտա կյանքիս մեջ։ Սա է Սուրբ Հոգու գործը։ Համաձայն եք, որ հիմա էլ թույլ տանք Սուրբ Հոգին այս գործն անի, եկեք նրան չխանգարենք։ Նա աղավնի է, նա ուշադրության կարիք ունի, նա զգաստության կարիք ունի, որ մենք նրբանկատ լինենք նրա հանդեպ եւ նրան չվանենք, չհեռացնենք։ Բայց ես ավարտում եմ եւ կթողեմ ամբիոնը Սուրբ Հոգուն։ Հիմա ինչ է պետք անել, որ Սուրբ Հոգին շարժվի մեր կյանքի մեջ։ Ինչն է շարժում նրան մեր կյանքի մեջ։ Ես կարծում եմ հետեւյալը՝ խոստովանելը, որ մենք անձևության մեջ ենք, հա։ Խոստովանելը, որ մենք դատարկ ենք։ Որտեւ քանի դեռ դու ձև ես բռնել, որ լավ է, սենց էլ լավ է, ինձ լավ եմ զգում, ոչ մի բան չի փոխվի։ Դու պատ ես շարում, այո։ Բայց երբ որ դու գալիս ես եւ ասում ես ես սնանկ եմ, ես դատարկ եմ, ու սկսում ես լացել եւ խոստովանել, եթե չգաս կմեռնեմ, դատարկ էլ կմնամ, Սուրբ Հոգին այնտեղ է, որտեղ ապաշխարություն կա, որտեղ խոստովանած սիրտ կա։ Եթե միտեղ անզեղջ սիրտ կա, որ զղջում չունի, այնտեղ Սուրբ Հոգին գործ չունի։ Որտեղ համառություն ու ձևականություն կա, այնտեղ Աստծո ձևը չի լինի։ Ուրեմն պետք է խոստովանենք եւ Աստծո լույսին բերենք, որ լույսը գա։ Հովաննես ավետարան 14:16-ում Տեր Հիսուսը հետեւյալն ասաց, որ ես հորը կխնդրեմ, հին թարգմանության մեջ գրած է կաղաչեմ եւ ձեզ ուրիշ մխիթարիչ կտամ, որպեսի հավիտյան, մի հատ երեք վերջես արտահայտությունը, ինչքան ժամանակով, հավիտյան, ում հետ, մեզ հետ, ինչ անի, լինի, մնա, հավիտյան ձեզ հետ մնա։ Ես կաղաչեմ, հայրը կտա, բայց նա չի գա որպես հյուր, նա հավիտյան կմնա։ Այս հավիտյան բառը շատ եմ սիրում։ Սրա մեջ ապագայի հանդեպ հույս կա։ Երկնքում էլ մեզ հետ է լինելու Սուրբ Հոգին, հա։ Միշտ մեզ հետ է լինելու։ Անկամ մահվան պահին նա քեզ մենակ չի թողնելու, նա քեզ ուղեկցելու է դեպի Հայր Աստված։ Լավ է, հրաշալի է։ Մահվան մահիճի մեջ ամենասարսափելի վայրն է մարդու համար, թագավոր լինես, թե աղքատ։ Բոլորն էլ կանգնելու են մահվան առաջ։ Բայց Սուրբ Հոգին, այն պահին, երբ որ հարազատներդ քեզ հրաժեշտ են տալիս, այն պահին, երբ որ հավաքվելու են քո մահճակալի շուրջը, եւ քո գլխավերևում կանգնած էլ բժիշկները անճարությունից չգիտեն ինչ անեն, այդ ժամանակ, երբ որ կարծես պիտի քեզ մենակ զգաս, մենակ չես զգալու։ Սուրբ Հոգին պիտի ասի, եկ քեզ ուղեկցեմ դեպի Հայր Աստծո սրահները։ Հալելույա։ Եվ դու կասես, ես ինչ հարազատ ձայն էր, ժողովուրդ հիմա պետք չի մահանալ, պետք չի լես, մի քիչ շատ ճոխ ներկայացրեցի։ Արդեն մեր աչքերը փակում ենք ու գնում ենք, չէ՞։ Հələ գործ ունենք երկրի վրա անելու։ Բայց նա ձեզ հետ կմնա հավիտյան։ Հետո շարունակությունը եկեք նայենք այս խոսքի, տեսեք ինչ է ասում,
ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում եւ չի ճանաչում, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ հետ է մնում։ Մի հատ նայեք, մինչև այդ ասում է ձեզ մոտ, հիմա ձեզ մոտ մեկ ուրիշ տեղ գրված է ձեզ հետ, ձեզ մոտ եւ ամենավերջում նայեք, ամենավերջում ամենակարևորը ձեր մեջ, ձեզ հետը լավ է, որ մեկ ինձ հետ լինի, բայց մեկը կարող է ինձ հետ լինի, բայց ինձ մոտ չլինի, ֆիզիկապես ինձ հետ է, բայց մտքով ինձ մոտ չի, ամուսիններ կան, չէ, որ օտարացած են իրարից, կողքը քնում են իրար կողքի, բայց մտերմություն չկա իրանց մեջ, բայց Հիսուսը նայեք այս աստիճանները, սկզբից ձեզ հետ կլինի, հետո ձեզ մոտ կլինի, մոտը մոտիկությունն է արդեն, ալելույա, հետո այնքան մոտիկ, որ ձեր մեջ կլինի, որտեղ է հիմա Սուրբ Հոգին, մեր մեջ է, չգիտեք արդյոք, որ դուք Սուրբ Հոգու տաճարն եք, սա մկրտությունն է, բոլոր հավատացյալների հետ է Սուրբ Հոգին, բայց բոլորի մեջ չի, երբ են մեջ մտնում ներս գալիս, երբ որ դու մկրտվում ես Սուրբ Հոգով, 5 տականն գալիս էր և գնում էր, գալիս էր մեկերի վրա, բայց գնում էր, բայց մկրտությունը սա է, երբ որ Սուրբ Հոգին ոչ թե ինձ վրա է, ոչ թե իմ կողքն է, ոչ թե ինձ հետ է, այլ իմ մեջ է, արի իմ մեջ Սուրբ Հոգի, լցրու ինձ Սուրբ Հոգի, դարձրու իմ սիրտը Սուրբ Հոգու տաճար, հավիտյան ձեր մեջ է լինելու։ Վերջինը երկրորդ Կորինթացիների 13:13-ը Պողոս առաքյալը գեղեցիկ է, սա առաքելական ողջույնն էր, սա առաջի դարի հավատացյալների ողջույնն էր։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, ինչ գեղեցիկ է, ինչ գեղեցիկ մաղթանք է, առանց Հիսուսի շնորհի ով կլինեինք մենք, որտեղ կլինեինք մենք։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծո սերը, տեսեք Հիսուսը շնորհք բերեց։ Եթե Հիսուսը շնորհք չբերեր, Հայր Աստծո սերը չէր երևա մեր կյանքի մեջ։ Սա է Հիսուսի շնորհքը, որ նա Հայր Աստծո սերը հասանելի դարձեց մեզ համար։ Այս մի համարի մեջ տեսնում ենք երրորդությունը։ Շատերն են այսօր կասկածի տակ դնում Սուրբ երրորդությունը։ Շատերն են այսօր ասում Սուրբ Հոգին Աստված չի, անձել չի, եւ ցավոք սրտի այս արատը, այս աղբը, այս հիվանդությունը մտել է նաեւ քրիստոնեական համայնքներ եւ կեղեքում է եկեղեցիների։ Քույրեր, եղբայրներ, ես որպես ձեր հովիվ ամենայն պատասխանատվությամբ այս բեմից հայտարարում եմ Սուրբ Հոգին Աստված է։ Եվ նա Աստծո հոգին է, եւ նա անձ է, եւ նա կամք ունի, եւ նա զրույց ունի, խոսք ունի, ամեն, նա առաջնորդում է։ Եվ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր բոլորիդ հետ լինի։ Ահա առաքելական մաղթանքը։ Սուրբ Հոգու ինչը հաղորդություն, ինչ է հաղորդություն։ Դա երկու անձի շփումն է իրար հետ։ Սուրբ Հոգու ընկերությունը, Սուրբ Հոգու մտերմությունը, հաղորդակցությունը ում հետ լինի։ Բոլորի։ Նա ուզում է բոլորի հետ հաղորդակցվել եւ անհատապես քեզ հետ հաղորդակցվել։ Անհատապես։ Ցավոք սրտի այսօր շատ հավատացյալներ այո, ունեն Սուրբ Հոգու ներկայությունը, չունեն Սուրբ Հոգու մտերմությունը, չունեն Սուրբ Հոգու հաղորդակցությունը։ Դրա համար էր առաքյալը մաղթում Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ բոլորիդ հետ լինի։ Նա անձ է, ով ուզում է հաղորդակցվել, խորհուրդ տալ, խոսել, հորդորել, հանդիմանել, քաջալերել, մխիթարել, առաջնորդել, զրուցել քեզ հետ, կիսվել քեզ հետ։ Նա ուզում է, որ դու իր ձայնը լսես։ Պողոսն ասում են, նրանք են Աստծո որդիները, որոնք ոչ թե ինչ-որ օրենքներով են շարժվում, եկեղեցական ծեսերով ու ավանդույթներով, նրանք են Աստծո որդիները, որոնք Աստծո հոգով են շարժվում, առաջնորդվում։ Առաջնորդվելը հենց շարժվելն է,
ովքեր Աստծո հոգով են շարժվում, առաջնորդվում։ Երբ ես վերջին անգամ առաջնորդվել Աստծո հոգով։ Ես կասեմ, հիմա որ այստեղ եք, նա ձեզ առաջնորդել է դեպի եկեղեցի։ Պետք չի ձեռ բարձրացնել անպայման, բայց գուցե այստեղ մարդ լինի, որ առավոտյան զարթնենց ասես, վայ, այսօր հավես չունեմ, եկեղեցի գնամ, լիքը գործեր ունեմ, կիսուրս ընդեք խոսային վրա, ամուսինս էլ մրթմրթում ա միշտ, այսօր էլ մնամ տանը։ Մեկ էլ մի մեղմ ձայն, եւ դու ուրախ եղար, երբ քեզ ասացին, եկ գնանք Տիրոջ տուն։ Նա առաջնորդեց դեպի եկեղեցի։ Նա առաջնորդում է դեպի սրբություն, հաշտություն, ներում, խաղաղություն եւ Աստծո խոսքի վկան է մեզ դարձնում, չէ՞, դուք զորություն կստանաք եւ իմ վկաները կլինեք։